կան նաև այլ հարցեր, որոնց մեր իրականության մեջ ընդունված չէ անդրադառնալ։ Օրինակ, ինչու է մայրաթոռը էջմիածնում։ Ինչու է մայրաթոռը էջմիածնում։ Մեր սիրելի ներկա ուսանողներից կարող են օրինակ պատասխանել կամ ունեն վարկած ինչն է պատճառը, որ մայր աթոռը գտնվում է էջմիածնում եւ ոչ թե ասենք Արտաշատում, Երևանում, Գյումրիում, ինչն է պատճառը։ Կա ուսանողները ունեն կան, չէ՞, ներկաների մեջ կա վարկած, ինչն է պատճառը, որ մայր աթոռը գտնվում է էջմիածնում։ Դրա համար կա ընդամենը մի պատճառ, որովհետեւ 301 թվականին Հայաստանի մայրաքաղաքը Վաղարշապատն էր։ Այսինքն միայն Վաղարշապատի մայրաքաղաք լինելու հանգամանքն է պայմանավորում մայր աթոռի էջմիածնում լինելը, էջմիածինը իմիջայլոց մայր աթոռի կառուցման վայրն է, որ համաձայն ավանդության տիրոջ իջնելու վայրը, բայց դա էլ է հարց, ինչու է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղում իջնել, չէ՞, նա էլ գիտի, որ որտեղ է պետք իջնել եւ տվյալ դեպքում Տերը իջել այդ տեղում, որովհետև մայրաքաղաքն էր Վաղարշապատը։ Հաջորդը, ինչու է առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցի կողմից բացվել Վաղարշապատում։ Էլի դրա համար կա ընդամենը մի պատճառ, եւ այդ պատճառը հետեւյալն է Վաղարշապատը Հայաստանի մայրաքաղաքն էր